Ողջույն հարգելի հայրենակիցներ, անդրադառնամ վերջին իրադարձությունների։ Առաջին, քիչ ճանաչեց երրորդ ընտրատեղամասի 12 դրոպ 13-ի արդյունքները։ Տեղեկացնեմ, որ Ուժեղ Հայաստան դաշինքը ի հեճուկս մանիպուլյացիաների բացառապես այս տեղամասի արդյունքները անվավեր ճանաչելու դիմում էր ներկայացրել, որտեղ ամբողջ օրվա ընթացքում ԱԺԲ-ի 8-րդ համարի քվեաթերթիկները սեղանին դրված չեն եղել։ Երկրորդ մանիպուլյացիա։ Ուժեղ Հայաստան դաշինքը արձանագրումներ արել է խախտումների ու ոչ միայն 25-63 ընտրատեղամասում, այլ նաև այլ ընտրատեղամասերում, որտեղ ժամը 8-ից հետո զինվորներ են մտել, այո, եթե մարդը մտնում է ժամը մինչև 8-ը, նա իրավունք ունի իրացնելու իր ընտրական իրավունքը, բայց երբ տեղամասային կենտրոնի դռնից ելումուտ է լինում, դա նշանակում է նոր մտնել տեղամասային կենտրոն։ Հետևաբար, ընտրելու իրավունքը պետք է իրացնի միայն այն ընտրողների, ովքեր մինչև ժամը 8-ը մտել են տեղամասային կենտրոնի սենյակը, որը տեսավերահսկվում է, եւ այնտեղից դուրս չեն եկել։ Իսկ մի շարք դեպքերում այս կարգը խախտված է։ Եվ վերջապես, երրորդ ամփոփիչ խոսքս, այո, հնարավոր է ընտրության արդյունքները որոշ տեղամասային կենտրոնում անվավեր ճանաչվեն։ Ուզում եմ կրկին ընդգծել, արդյունքների անվավերության հիմքը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սեփական նախաձեռնությունն է եղել, եւ շատ հաճախ ԿԸՀ-ն պարտավորվածություն չունի վերաքվեարկություն նշանակելու։ Բացառությամբ այն դեպքի, երբ որ այս արդյունքների անվավերությունը ընդհանուր ազգային ժողովի համապետական արդյունքների վրա ազդեցություն է էական թողնում։ Իսկ այս դեպքում, եթե հանկարծ այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը շեմը չհաղթահարի այս անվավերությունների հիմքով, ԿԸՀ-ն պարտավորվում է ըստ էության, ըստ ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքի, ապահովել այս տեղամասերում վերաքվեարկություն։